Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր բարի կենդանն է Սուրբ Ծննդյան մեծ պահքի։ Հիսնակ է կոչվում այն, և այսօր բարի կենդանն է, վաղվանից սկսում ենք պահք։ Եվ այս պահքը դարեր առաջ մինչև Սուրբ Ծնունդ պահվել է։ Այնուհետև, երբ որ Սուրբ հայրերը նկատել են, որ տարվա մեջ պահոց օրերը ավելի շատ եղան, քան ուտիքի օրերը, դրա համար որպեսզի գոնե հավասարակշիռ կես-կես պահվի, այս մեծ պահքը թողել են առաջին շաբաթ և վերջին շաբաթ։ Առաջին շաբաթը վաղվանից կպահենք, վերջին շաբաթն էլ դե արդեն Սուրբ Ծնունդի նախօրյակին, որ դեկտեմբերի 30-ից կսկսվի, մինչև հունվարի 6-ը, հունվարի 5-ի ճրագալույսի պատրակով կեզրափակվի ծննդյան հիսնակ կոչվող 50 օրվա այս պահքը, որ ըստ էության 2 շաբաթով ենք պահում և 2 շաբաթով նախապատրաստվում ենք տոնակատարելու Քրիստոսի ծնունդը։ Մանավանդ, որ գալու ուրբաթ օրն էլ Մարիամ Աստվածածնի 3-ամյա տաճարին ընծայման տոնն է, որ մենք միշտ այսպես տարբեր եկեղեցիներում պատարագ ենք մատուցել, գիտեք, որովհետև այդ օրը նաև իմ քահանայական անդրանիկ պատարագի օրն է, և Սուրբ Մարիամ Աստվածածնում ենք պատարագել Մալաթիայի տարիներ շարունակ, մի անգամ էլ արժանացել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագելու և այդպես տարբեր տեղեր այսպես պատարագելով միշտ տոնել ենք։ Այս տարի անպայման պատարագ կմատուցենք, այսինքն եկող ուրբաթ օրն է, առավոտյան ժամը 10:30 կսկսենք Սուրբ և անմահ պատարագը Մարիամ Աստվածածնի 3-ամյա ընծայման։ Բայց խոսքիս ենթատեքստը այլ էր, սա ուղղակի բացվեց խոսքս գնաց դեպի այս ուղղությամբ, որ ուրբաթ օրը Մարիամ Աստվածածնի 3-ամյա ընծայման տոնն է տաճարին, հետևաբար լուծում է ուրբաթ օրվա պահքը, ուրեմն Սուրբ Ծննդյան առաջին շաբաթվա պահքը այս տարի մնում է 2 շաբթի օրից մինչև 5 շաբթին ներառյալ։ Պահքով նախապատրաստվենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան։ Բայց գիտեք, ուտել-չուտելու հարցը մի կողմ, մեծ պահքի 50 օր կամ 2 շաբաթ պահքի հանգամանքը մի կողմ, որ ես ձեզ բացատրեցի, ես կարծում եմ, որ այսօր, իբրև բարի կենդան, չափազանց կարևոր մի հոգեղեն առաքելություն ունի այս օրը, մեզ հիշեցնելու, որ արդեն տարին պտտվեց, տոները կատարեցինք, մեր Տիրոջը պաշտեցինք և նորից եկանք հասանք Սուրբ Ծննդյան շնորհին և վաղվանից պիտի սկսենք նախապատրաստություն տոնելու Քրիստոսի հրաշափառ ծննդյան մեծ և ուրախալի տոնը։ Ուստի այսօր պարտ է և պատշաճ, որ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան վերաբերյալ որոշ նախապատրաստական քարոզ խոսեմ ձեզ, սիրելի հավատացյալ ժողովուրդ։ Երբ որ ես նախապատրաստվում էի այսօրվա քարոզին, մտովի անցա աստվածային այն ներգործությունները մարդկության պատմության մեջ, որ մինչև Սուրբ Ծնունդ Աստված տվել էր մարդկությանը։ Գիտեք, Քրիստոսի ծնունդը հանուր մարդկությանը տրված աստվածահայտնություն է, շատ մեծ աստվածահայտնություն է։ Մինչև Քրիստոսի ծնունդը Աստված դրախտի պարտեզից սկսյալ արդեն մարդու ստեղծագործման օրից սկսյալ շարունակաբար հայտնություններ է տվել մարդու և մարդկությանը։ Առհասարակ Աստված երբեք չի անտեսել իր սիրելի էակին մարդուն, իր նմանությամբ ստեղծած, պատվի մեջ ստեղծած իր էակին մարդուն։
թե անհատական հարթության մեջ, ինչպես ամեն մարդ իր կյանքի ճանապարհներին բազմիցս հանդիպում է այս շնորհներին եւ շնորհակալություն հայտնում Տիրոջը, ներողություն խնդրում Աստծուց, ուժ կարողություն ախերսում եւ Աստծո լույսով ուրախությամբ երջանկանալով շարունակում է իր ժամանակավոր կյանքը։ Սա անհատական հայտնություններ են, որ ամեն մարդ երևս իր կյանքի մեջ իր իրավիճակին համապատասխան հանդիպում է։ Բացի այս անհատական հայտնությունները, նաև աստվածային հայտնություններ կան հանուր մարդկությանը տրված։ Եվ այս աստվածային հայտնությունները մշտապես առաջնորդություն են ամբողջ մարդկության։ Քրիստոսի ծնունդը մի ինչ-որ մեկին տրված մի փոքրիկ հայտնություն չէր տվյալ մարդու համար, չնայած որ այսպիսի բնույթ ևս ունի, որտեղ հանուր մարդկությանը տրված հայտնությունները ամեն մարդու հոգում կատարվելիք աստված հայտնություններ են։ Ինչպես մի անգամ Բեթխեմում ծնվեց Քրիստոս, այդպես ամեն անգամ հունվարի 6-ին իր ծնունդը տոնակատարողների սրտի մեջ է ծնվում, հոգու մեջ է ծնվում, կյանքի ու կենցաղի մեջ է ծնվում։ Դրա համար աստվածային հայտնությունը մեկ անգամ ամբողջ մարդկությանն է տրվում եւ բազմաթիվ անգամներ ամեն մի հավատացող հոգու մեջ է ծնվում եւ ամեն մի հավատացող փոքրիկ մարդու իր փոքրիկ կենցաղի, իր փոքրիկ ընթացքի իրականության մեջ իրեն շարունակաբար առաջնորդում է եւ շարունակաբար զորության աղբյուր հանդիսանում։ Բայց սիրելի հավատացյալ ժողովուրդ, ես կուզեմ մի ուրիշ տեսանկյունից էլ Քրիստոսի ծնունդը վերլուծենք։ Նախ մինչև Հիսուսի ծնունդ աստվածային հայտնությունները մի տեսակ խստության ու զորության մեջ էր հայտնվում։ Ադամն ու Եվան էին, որ շփվեցին Աստծու հետ, ուղղակի ոնց որ զավակները ծնողների հետ, եւ այնուհետեւ մեղք գործելով վռնդվեցին դրախտից, եւ այսպիսի շփումը դադարեց։ Այլ զոհագործություններով, ահով եւ երկյուղով գերզգուշ Աստծուն մոտեցան, մեղքերի քավության համար զոհանելու համար, նրա տված պարգևների ու շնորհների համար իրեն պաշտելու եւ փառավորելու համար։ Եվ տեսնում ենք առաջին սերունդների մեջ պատահեց մի ահեղ հայտնություն։ Աստծու աչքից ընկած մարդկությունը բնաջնջվեց Աստծու հրամանով։ Միայն արդար Նոյը մնաց իր 3 զավակների, իր տիկնոջ եւ իր 3 հարսների հետ։ 8 հոգանոց մարդկությունը ապաստան գտավ Աստծու հրամայած տապանի մեջ եւ բացի տապանի մեջ եղող մարդկանց մնացած բոլոր մարդկության վերջը տվեց Աստված։ Պատժեց, որովհետեւ ապականել էին իրենց ճանապարհը եւ իրենց աստվածանման կոչումը ուրանալով դիվական եւ չար ու սխալ ճամփաների մեջ փչացնում էին Աստծո տված կյանքը։ Ոչնչացավ մարդկությունը, մնաց մի ընտանիք։ Եվ այդ մի ընտանիքը դարձավ երկրագնդի վրա տարածված միլիարդավոր մարդկության նախահայրերը։ Նոյը ուներ 3 զավակ, Հաբետ, Քամ, Սեմ, այսպիսին էր հաջորդականությունը։ Ավագ որդին Հաբետն էր, միջնեկը Քամն էր, կրտսերը Սեմն էր։ Եվ այս 3 նահապետներից առաջացան բազմաթիվ ժողովուրդներ եւ սփռվեցին ամբողջ երկրագնդով մեկ, որովհետեւ մենք հասկանանք մարդու շարժունականության կարողությունը, օրինակ տեսեք, համարում ենք, որ Ամերիկան հայտնագործեց Կոլումբոսը
չգիտեմ 16-րդ կամ 15-րդ դարի վերջում եւ մի ամբողջ աշխարհամաս Կոլումբոսից առաջ մարդը չգիտեր, ով ասես չգիտեր։ Իրազեկ աղբյուրները մեզ տեղեկացնում են, որ Կոլումբոսը երբ որ հասավ Ամերիկա, Ամերիկայի հյուսիսից մինչև հարավային Ամերիկայում 17 միլիոն մարդ կար ապրող, 17 միլիոն բնակչություն կար, և մինչև Կոլումբոս հասել էին արդեն մարդիկ Ամերիկա, արևելյան եզրից մտել էին Ամերիկա և իջել էին մինչև հարավային եզրը, ամենապարզունակ տրամաբանությամբ։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, Նոյի սերունդները, Հաբեթի, Քամի և Սեմի սերունդները բազմացան և տարածվեցին ու լցրեցին ամբողջ աշխարհը, և Աստված ինքը հենց այն ջրհեղեղից հետո խոստացավ, որ այլևս այսպես չի կործանելու մարդկությանը, թողնելու է, որ ապրեն։ Բայց ինչ եք կարծում, Նոյի սերունդները կարողացան Նոյի ճակատը պարզ անել Աստծու աչքին, դժվար թե, չկարողացան։ Արդար Նոյի սերունդների մեջ այնպիսի ապականություն և գարշելի գործեր եղավ, ինչպես Սոդոմ Գոմորը, որի պատճառով երկու քաղաքների բնաջնջեց Աստված, պատժեց կրակի ու ծծումբով ու ոչնչացրեց, և շարունակաբար փնտրում էր մարդկանց սրբության կենցաղավարությունը, և տեսեք մի անգամ մի մարդու ընտրեց Նոյին իր ընտանիքով, հաջորդ անգամ պատմության մեջ մի ամբողջ ազգի ընտրեց, որովհետև այն ընտանիքը, որից ծագեց այդ ազգը, այդպես հավատարիմ էր Աստծուն, Աբրահամը, և Աբրահամից, Հակոբից մի սերունդ առաջ բերեց, Հովսեփով խնամեց այս սերունդը Եգիպտոսում, և Եգիպտոսից արդեն մի ամբողջ ժողովուրդ դուրս բերեց։ Այստեղ առաջացավ արդեն նոր հասկացություն, Աստծու ժողովուրդ։ Եթե Նոյի ժամանակակիցների մեջ Աստծու ժողովուրդ հասկացություն չկար, և մարդկության թվաքանակը հասկանալի ավելի քիչ էր նաև այդ օրերին, քան ասենք Աբրահամի օրերին կամ Մովսեսի օրերին, այն ժամանակ անհատին ընտրեց, մնացածին ոչնչացրեց, և այս անհատից էլ ծագող սերունդները դարձյալ չարդարացրեցին իրենց, այս անգամ վերցրեց ընտրեց մի ազգ, և այս ազգին առաջնորդելով բերեց և բնակեցրեց Քանանի երկրում 7 ազգեր բնաջնջելով այնտեղից։ 7-ը շեշտադրվածն են, բայց դա քանի թագավորություններ ոչնչացվեց։ Անցյալ օրը լսում էի այդպես խոսակցություն, որ 40 տարի Աստված առաջնորդեց ժողովրդին, առաջնորդեց դեպի խաղաղություն։ Ինձ թվում է, որ հեղինակը Աստվածաշունչը լավ չգիտի այս խոսքերի հեղինակը։ 40 տարի անապատում շրջելով խաղաղություն դեպի չգնացի, ընդհակառակը պատերազմ գնացի։ Եթե Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը պատերազմի ունակ չէր, ապա 40 տարի անապատում շրջած ժողովուրդը սարսափելի ունակ էր այլևս պատերազմի։ Եվ եթե Եգիպտոսից դուրս գալով մի քանի ամսում հասան և պատերազմ չկարողանալու պատճառով չկարողացան մտնել Քանանի երկիր, ապա 40 տարի շրջելուց հետո մեկ շնչով գրավեցին ամբողջ Քանանի երկիրը։ Դրա համար երկրորդ գործողությունը, որով Աստված դուրս բերեց ազգերի միջից մի ազգ և նրանց Սինա լեռան գագաթին
հատուկ ուխտ տվեց։ Ասեց, եթե պահեք իմ պատվիրանները, իմ խոսքը, կլնեք իմ ժողովուրդը, եթե չպահեք, կուրանաք ուրեմ ձեզ Եգիպտական ստրկությունից դուրս բերած, ձեր արարչին, ձեր Աստծուն, ուրեմ իմ աչքից կընկնեք, եւ անեծքը կառաջնորդի ձեզ ու միշտ ձեր գլխի վրա կախված կլինի։ Եվ գիտեք, Մովսեսի տառապագին ջանքերով, Աստծու հատուկ հայտնություններով, օրենքներ տրվեց մանրակրկիտ, աստվածպաշտության կարգ տրվեց մանրակրկիտ, հրահանգները շարունակաբար չմոռանաք, սերունդներին սովորացրեք, եթե ձեր զավակները եւ շատ, երբ որ կարդում ես Աստվածաշունչը, զգում ես, թե Աստված ինչքան անընդհատ սրա մասին ասել է, եւ սակայն սերունդների մեջ այնպիսի ամբարշտություններ նկատվեցին, որ նմանվեցին Սոդոմ Գոմորին անգամ, ովքեր որ կուզեն իմ այս խոսքերը ստուգել, թող բացեն դատավորած գիրքը եւ կարդան, թե արդյոք Իսրայելի 11 ազգը ինչու բնաջնջեց Բենյամինի ցեղին եւ ընդամենը 500 հոգի մազապուրց փախան, 500 հոգի, գիտեք, միայն 30-40 հազար հոգի զորք ուներ Բենյամինի ցեղը եւ բոլորը շատ զորավոր պատերազմիկներ էին, բայց այդ օրերին այն ինչը որ կատարվեց Բենյամինի ցեղի քաղաքներից մեկում, դա քստմնելի էր եւ դրա համար մնացած 11 ազգերը բնաջնջեցին այս ազգը, ընդամենը 500 հոգի թողնելով մազապուր ցեղած 500 հոգին վերջնական Բենյամինի ցեղը չբնաջնջվեց, այլ նորից ընձյուղվեց եւ Բենյամինի ցեղից փաստորեն Սավուղ թագավորը մեջտեղ եկավ։ Մի խոսքով, բայց այս ազգի ընտրվելու եւ գալու Քանանու երկիրը ժառանգելու եւ այս ամբողջ պատմության մեջ ամենագլխավոր մասը Աստծու աջակցությամբ, Աստծու առաջնորդությամբ, Աստծու հրամանով, իբրև Աստված մարդ շփման կարևոր հայտնութենական մի պատմություն, փաստորեն եկավ, ժառանգեց եւ ընտրված ազգն էլ իրեն չարդարացրեց։ Այս ազգը հաստատվելով Քանանու երկիր, ամենաուժեղ պետական միավորը կազմակերպեց Դավիթ թագավորը։ Դավիթը 4 կողմը նվաճեց, գրավեց եւ նույնիսկ տաճար իրավունք չունեցավ կառուցելու, որտեղ չափազանց շատ արյուն էր թափել։ Մինչև Դավիթ նախորդ թագավորը, դրանից առաջ դատավորները չէին կարողացել կազմակերպել մի ձիգ եւ ամուր պետություն։ Իսկ Դավիթը Աստծու առաջնորդությամբ կազմակերպեց։ Եվ դրա համար Դավիթը մինչև անգամ մենք քրիստոնյաներս ենք տոնում Դավթին, իբրև սուրբ, որտեղ նա բանավոր աղոթքի կարգը հրամայեց ուխտի տապանակի առջև, սաղմոսներ գրեց եւ երգելով, խոսելով Աստծուն պաշտելու ժամեր դրեց, օրական 7 անգամ պիտի օրհնեմ քեզ իմ Տեր ու իմ Աստված, եւ բանավոր պաշտամունքի կարգը Դավիթը դրեց։ Բայց շատ հետաքրքիր էր, որ Դավթի Սողոմոն անունով որդին, որը տաճարը կառուցեց, որ այս շքեղ ու զորավոր պետությունը ղեկավարեց, բայց հավատարիմ չմնաց Աստծու ճանապարհի մեջ։ Աստծուց իմաստություն ստացավ սկզբից, բայց հետո Աստծու իմաստությունը թողնելով կռապաշտության հետևեց։ Կռապաշտ կնանիք առավ, կռապաշտական մեհյաններ կառուցեց, եւ այս խառնաշփոթը
նախ բաժանման պատճառ դարձավ, 10 ազգը, 11 ազգը ապստամբեց, Հուդայի ազգը մնաց մենակ, երկու առանձին թագավորություններ, այնուհետև տարբեր թագավորներ, ամեն մեկը կռապաշտության ախտի մեջ շաղախված, տարբեր աստիճանի, եւ ի վերջո, երբ որ գալիս է, տեսնում ենք, որ մի շատ արժանավոր Եզեկիա անունով թագավոր, Աստծո աչքին լավ երևաց, որովհետև բավական մեծ հոգևոր բարեկարգում իրագործեց, բայց Եզեկիայի անմիջապես զավակը Մանասեն քառապատիկ պղծության մեջ գցեց ամբողջ ազգին։ Եվ այնուհետև Մանասեն, չնայած որ զղջաց եւ Մանասեի աղոթքը մենք ունենք, որ կարդում ենք, մեծ չարիքներ գործելուց հետո, բայց այդ չարությունը անընդհատ մնաց ազգի մեջ, որից հետո անցավ Մանասեի թոռնիկը, եթե չեմ սխալվում, Հովաս անունով, ահավոր ջիկ ու ջանք գործադրեց, որ փոխի այդ վիճակը, որտեղ արդեն 11 ազգերի Իսրայել պետություն էլ գոյություն չուներ, մենակ Հուդան էր մնացել, եւ Հուդայում էլ Մանասեի պես թագավորներ հենվում էին Սողոմոնի կռատների վրա, եւ Աստարտի, Բահաղի ու չգիտեմ Մեղքոմի, ես չգիտեմ ինչերի բազմաթիվ կուրքերի այլանդակ պաշտամունք էր, ուրեմն ներմուծում ժողովրդի մեջ եւ ժողովուրդը կախում էր 1000 ճանապարհի վրա։ Այս Հովաս անունով շատ բարեպաշտ ու լավ արքան մի մատյան գտավ տաճարից քահանան, տվեց ու մեծ բարեկարգություն արեց, շատ ջիկ ու ջան գործադրեց, որ շուռ տա, բայց չկարողացավ։ Երբ որ Հովասի գործերը կարդում ես, անգամ են գերեզմաններ բացեց, ոսկորներ հանեց վառեց։ Զուտ նրա համար, որ այդ նզովքը իր ազգից հեռացնի, որ կռապաշտության նզովքը հեռացնի։ Ասում են տեսակ զատիկ արեց, որ իր ոչ ոք երբեք այդքան ճոխ զատիկ չէր արել։ Օրինավոր Մովսեսի օրենքներով։ Բայց անգամ Հովասը ինքը չկարողացավ այդ իրականությունը փոխել։ Ի վերջո պատժվեց եւ նրա զավակի կամ թոռի ժամանակ մեջտեղից Հուդայի թագավորությունը դուրս եկավ։ Ազգն էլ չարդարացրեց իրեն։ Ընտրյալ մարդ Նոյ, ընտրյալ ազգ 10 պատվիրաններ Մովսես չարդարացրեց։ Աստված խստություններից հետո, ինչպես որ Սուրբ Եղիա մարգարեն տեսավ, մի մեղ հուշիկ եւ հիմնավոր մի հայտնություն տվեց։ Երկնքից երկիրիչով Աստծո որդի ծնվեց Սուրբույս Մարիամից խոնար համեստ մի ընտանիք։ Թագավորը հալածեց այդ ընտանիքին, ընտանիքը փախավ Եգիպտոս։ Եգիպտոսից հետ վերադարձավ, Նազարեթում ապրեց, սկսեց քարոզել, սկսեցին հալածել։ Նազարեթից գնաց Կափառնայում սկսեց ապրել։ Եվ 3.5 տարի ընդամենը խոնար սրբությամբ, քարոզով, բուժելով, ճշմարտություն ու սրբությունը տալով ընդամենը 3.5 տարի բռնեցին, դաշնաբար ձաղկեցին եւ խաչի անարգ մահով սպանեցին։ Եվ հենց այս սպանությունը դարձավ մահվան պարտության պատճառ, որտեղ 3 օր գերեզմանում մնաց, գերեզման դրվեց, 3 օր գերեզմանում մնաց եւ գերեզմանի միջից հարություն։ Այնպիսի իրականություններ կատարվեցին Երուսաղեմում, որ սա ոչ ազգի մասին է խոսքը, ոչ անհատի մասին է խոսքը, այստեղ ոչ խստության ու պատժի մասին է խոսքը, այստեղ խոսքը աստվածահայտնության եւ Աստծո խոնարհության մասին է խոսքը։ Աստված բացի ահազդու զորավոր լինելը, Աստված բացի ամենակալ ու հավիտենական լինելը, խոնար եւ սուրբ
ու բնակվում է խոնարհների հոգիների մեջ։ Դրա համար այստեղ Աստված ստացավ մի մոդել, մի տարբերակ, որով հավատքի շնորհը տրվեց հանուր մարդկությանը։ Ամեն ով որ կանչի Տեր Հիսուսի անունը կփրկվի, անկախ ազգի պատկանելությունից, անկախ իր դիրքից, դրվածքից, անկախ որևէ հանգամանքից։ Ով կանչեց Հիսուսի անունը, պաշտեց Տիրոջը, խոնարհվեց Հիսուսի առաջ, քայլեց նրա պատվիրանների ճանապարհով, ուրեմն կփրկվի։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, ես կարծում եմ, որ Աստվածային այս հայտնությունը մեծագույնն է մարդկության պատմության ընթացքում տրված։ Եվ այս մեծագույն հայտնության արժանացել ենք մենք հոգու աչքերով տեսնելու, հավատալու և քայլելու Հիսուսի հետևից։ Ամուր ու հաստատ մնանք այն պարզ, խոնարհ և սուրբ հավատքի մեջ, որը մինչև գերեզմանի շեմը հաղթահարած մեզ անմահություն է ուղեկցելու, որը մեզ փրկություն ու հավիտենական կյանքի առաջնորդելու, որը երկրագնդի վրա պատահած հայտնությունների թիվ մեկն է, Աստված մեր մեջ հայտնվեց և մեր մեջ շրջեց։ Դրա համար թող Աստված իր մեծ ողորմությամբ ամենքիս իմաստնացնի, զորացնի և առաջնորդի, վաղվանից նախապատրաստվելու Քրիստոսի սուրբ ծնունդը տոնելու։ Շնորհ, սեր և խաղաղություն ձեզ ընդամենեսյան է։ Ամեն։